Բարև ձեզ։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում տաղավարում շարքի հերթական հաղորդումն է եւ մենք շարունակում ենք քննարկել մեր կրթության, գիտության խնդիրները տարբեր դիտանկյուններից։ Այսօր տաղավար ենք հրավիրել Հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանին։ Պարոն Գալստյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Մեր հեռուստաալիքներից մեկի տեղեկատվությամբ, իմացա, որ հրատարակվելու է դասագրք 5-րդ, 6-րդ դասարանցիների համար նոր դասագիրք, ընթերցարան, այո։ Դուք այս տարիների ընթացքում այդպես բազմաթիվ գրքեր եք համահեղինակությամբ, Թամարա Թովմասյանի կամ ուրիշների հետ ստեղծել եք տարբեր գրքեր, ինչով է առանձնանալու այն, ինչ որ վերահրատարակվելու է եւ հետո գիտեմ, որ դրանք փորձաշրջան են անցնում, անցել է արդյոք այդ փորձաշրջանը դպրոցներում եւ ինչով է տարբերվելու նախորդներից։ Շնորհակալություն Տիկին Թովմասյանի հետ մենք հեղինակում ենք Մայրենի 5 դասագիրքը եւ Մայրենի 6 ուսումնամեթոդական ձեռնարկը ուսուցչի համար։ Ընդհանրապես դասագրքին կից ընդունված է ստեղծել նաեւ մեթոդական համալիր, այսինքն ուսուցչի արժեվ դնել այն մեթոդական զինանոցը, որը նա պետք է օգտագործի դասագործընթացում։ Արդեն Մայրենի 5-ը 3-րդ տարին է գործածվում է հայոց դպրոցում, տետրերը արկա են աշակերտների համար, ուսուցչի ձեռնարկը նույնպես սեղանին է դրված։ Այս տարվանից Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը սկսեց օլիմպիադա, ինչպես գիտենք, օլիմպիադան ավագ դպրոցում էր իրականացվում, բայց այս տարվանից օլիմպիադան հայոց լեզվից եւ գրականությունից սկսվել է 5-րդ դասարանից եւ առաջին օլիմպիադան արդեն կայացել է եւ մենք այս պահին այս ընթացքում կազմել ենք խելացի ընթերցարան, այդպես եմ ես եւ Տիկին Թովմասյանը փորձել կոչել այդ գիրքը եւ այդտեղ նյութեր ենք ներառել Մայրենի շրջանակներում, որտեղ աշակերտները պետք է պատրաստվեն 5-րդ դասարանի օլիմպիադային։ Այդտեղ տրված են նյութեր, հենց իրենց տարիքային համակազմին հետաքրքիր ձևով եւ տրված են հարցեր եւ առաջադրանքներ։ Մեր աշակերտները պետք է նախապատրաստվեն այդ օլիմպիադային, օգտվելով այդ ընթերցարանից։ Կարծում եմ հետաքրքրական է լինել ընթերցարանը, շատ ճիշտ նշեցիք, որ նա պետք է փորձաշրջան անցնի, արդեն վերջին շտրիխներն են իրականացվում եւ մենք այսպես դպրոցներ կուղարկենք եւ դրական կարծիքի դեպքում մենք կներկայացնենք հաստատման այդ ընթերցարանը։ Պարոն Գալստյան, կներեք, որ ընդհատում եմ, դուք օլիմպիադայի անունը որ տալիս եք եւ պիտի մասնակցեն, 5-րդ դասարանի աշակերտներ, այդ օլիմպիադան պարտադիր է բոլորի համար, թե ցանկացողները կամ ովքեր որ ավելի ակնհայտ այդպես ընդունակություններ են Մայրենի նկատմամբ ցույց տալիս եւ համակարգ։ Գիտեք, օլիմպիադան ընդհանրապես մի քանի փուլերով է անցնում, դպրոցական փուլ, բայց պարտադիր բաղադրիչ չկա։ Պարտադիր չէ, բայց ցանկալի է, որպեսզի այստեղ աչքի ընկնեն այն աշակերտները, ովքեր ընթերցասեր են։ Գիտեք, ընթերցանությունը վերջին տարիներին զգալի պակաս է ապրում, դա ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում է, այլ նաև ամբողջ աշխարհում քիչ են ընթերցում։ Եվ սա խրախուսելի է, որպեսզի մեր աշակերտները ընթերցեն եւ հասու լինեն Մայրենիի այդ նյութերին, որոնք տարբեր արժեքներ են ձևավորելու մեր աշակերտների մոտ։ Պարոն Գալստյան, որքան հասկանում եմ, այդ փորձաշրջանը, որ անցնում է գիրքը, դուք նաև աշակերտներին եւ ուսուցիչների կարծիքն եք հաշվի առնում, բայց մյուս կողմից, այսինքն շփումը կա, դուք ինչպես եք տեղեկանում, ընդհանրենք թե այդ փորձաշրջանի ընթացքում ինքը որքանով հարաբերությամբ շատ հետաքրքիր հարց եք տալիս, մենք կներեք, որովհետև դասարանում, ուսուցիչն է, այդպես տեսնում ակներև, թե ընդհանրենք թե այս նյութը էսպես մարսվեց, այս նյութը էսպես յուրացրեցին, լավ կամ վատ եւ որն ավելի հետաքրքիր աշակերտին, որը պակաս հետաքրքիր, այս տեղեկատվությունը հասնում է ձեզ։ Մենք Տիկին Թովմասյանի հետ հաճախ ենք լինում հանրակրթական դպրոցներում, ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլ նաեւ մարզային դպրոցներում։ Հատկապես 5-րդ եւ 6-րդ դասարաններում ենք լինում, որովհետեւ հեղինակում ենք 5-րդ դասարանի Մայրենի դասագիրքը եւ 6-րդ դասարանի ուսումնամեթոդական ձեռնարկը։ Եվ շատ հետաքրքիր դասեր ենք լսում մարզային դպրոցներում։ Պատկերացրեք, հրաշալի աշակերտներ ունենք։ Մենք եղել ենք Լորվա մարզում, Արագածոտնի մարզում,
Արարատի մարզում եւ իրենք են ուսուցիչներն են իրենք հրավիրում այդ դասերին իրենց նախաձեռնությամբ եւ շատ հետաքրքրական ավանդույթ է ձևավորվում վերջում դասը վարում են դասագրքի հեղինակները այդպիսի վերտարությամբ հաճախ են լինում դպրոցներում մայրենի դասը վարում է դասագրքի հեղինակը եւ առաջին անգամ երեխաները շատ ուրախությամբ իրենց կապը ստեղծում են դասագրքի հեղինակների հետ չեն կաշկանդվում մենք ունենք հրաշալի աշակերտներ մարզերում հրաշալի աշակերտներ մայրաքաղաք Երևանում այդ միջին տարիքային համակազմ ունեցող դասարաններում ենք լինում 5-րդ եւ 6-րդ դասարաններում եւ շատ հրաշալի դասեր են ստեղծվում դրանք նկարահանվում են տեղադրվում են Facebook-յան հարթակում եւ այդ առումով հաճելի է լինել դպրոցներում եւ հանդիպել 5-րդ դասարանի աշակերտներին, ինչու՞ չէ նաև ուսուցիչներին, որովհետև նրանք բազում հարցեր են առաջադրում եւ մենք փորձում ենք այդ հարցերին պատասխանել։ Ավելին, մենք գործում ենք Edit Print հրատարակչության շրջանակներում եւ մենք հաճախ ենք կազմակերպում հեռավար վեբինարներ։ Ուսուցիչները մասնակցում են այդ վեբինարներին, բազմաթիվ հարցեր են առաջադրում եւ մենք փորձում ենք այդ հարցերի պատասխանները ներկայացնել մեր սիրելի ուսուցիչներին։ Դա շատ կարեւոր է դասագրքի հեղինակ, դպրոց, ուսուցիչ այդ կապը առավել սերտ պահելու համար։ Պարոն Գարասյան, մի կողմից տեսեք այդ փորձաշրջանի ընթացքում ուսուցիչների կարծիքը շատ կարևոր է լսել եւ մյուս կողմից կան նոր չափորոշիչները այսինքն պետության պատվերը թե ինչպեսին պիտի լինի ես հաճախ եմ լսում էլի այդպես ոչ բավարար գնահատումներ նոր չափորոշիչներին վերաբերմունքի մեջ կա որոշակի այդպես բացասական կամ անընկալելի տարեր Ձեզ համար ինչպիսին են եւ ինչպես է կարողանում համապատասխանեցնել այդ չափորոշիչներին։ Դուք շատ ճիշտ նշեցիք։ Ու որն է համարում գլխավորները այդ չափորոշիչների մեջ։ Դուք շատ ճիշտ նշեցիք, որ չափորոշիչը պետության պատվերն է։ Եվ սա 21-րդ դարի դպրոցին ներկայացվող չափորոշիչներ են, որտեղ այսպես առանձնանում է աշակերտակենտրոն ուսուցումը, եթե նախկինում առավել ակտիվ էր ուսուցիչը, այս նոր չափորոշիչներում աշակերտակենտրոն ուսուցումով է առաջ ընթանում մայրենի դասագործընթացը։ Աշակերտը ինքն է մտածում, ինքն է առաջարկում, ինքն է դատողություններ անում եւ այս ամենից ծնվում է ճշմարտությունը եւ այն արժեքներն են ծնվում, որոնք անհրաժեշտ են մերօրյա աշակերտին։ Այդ առումով չափորոշիչները առանձնանում են իրենց բաղադրիչներով, հանրակրթական պետական այդ չափորոշիչները եւ իրենց մեջ պարունակում են աշակերտակենտրոն ուսուցում, որը մեր կարծիքով գովելի է եւ դասագրքերը կազմված են հենց այդ առաքելությամբ։ Տեսեք, ես այդ չափորոշիչների մեջ հանդիպեցի, այսպես ասած, բառային, հա, այդ վերլուծություն, տեքստային վերլուծություն, արդյոք դրանք նույնը չեն եւ ինչով են տարբերվում։ Ասենք բառայինը տեքստային, էլի ուրիշ բաղադրիչներ էլ կան։ Բայց ինձ ամենաշատը այդ հետաքրքրեց, դա։ Դե վերջի վերջո մեր նպատակը աշակերտի մտածողությունն է, տրամաբանությունը զարգացնելը եւ տարբեր արժեքներին հասու դարձնելը եւ աշակերտը բնականաբար պիտի ունենա զգալի բառապաշար, որպեսզի կարողանա ինքը խոսել եւ հաղորդակցվել։ Եվ այստեղ ես պիտի նշեմ նաև մի կարևոր հանգամանք։ Այսօր մենք դպրոցում չունենք տվյալ դասարանի աշակերտների բառապաշարի նվազագույն բառարան։ Տեսեք, սա էլ կներեք, որ ընդհատում եմ, սա իմ հաջորդ հարցն էր, նվազագույն բառարան։ Նաև դա եք նախապատրաստել, դա եք կազմել։ Այո, դա ընթացքի մեջ է, դա հեշտ բան չէ։ Արտասահմանյան։ Իսկ ինչու նվազագույն բառարան, ասենքն բառամթերքի, բառապաշարի այն նվազագույն քանակը, այն նվազագույն քանակը, որ աշակերտը պարտավոր է իմանալ։ Եթե դրանից առավել կարող է իմանալ, դա շատ հասկանալի է, որ կա նվազագույն, բայց չկա առավելագույն։ Այո, նվազագույն բառարանը պարտադիր է, աշխարհի բոլոր երկրներում արկա են տվյալ համակազմ ունեցող դասարանի աշակերտների բառապաշարի նվազագույն բառարան, հայ իրականության մեջ չկա։ Սա առաջին փորձն է, որ մենք փորձում ենք իրականացնել եւ կարծում եմ կհաջողի։ Վերջի վերջո ուսուցիչն էլ պիտի իմանա, արդյոք ինչ գործառույթ ունի ինքը 5-րդ դասարանում, 6-րդ դասարանում, ինչ բառամիավորներ նա պիտի բացատրի աշակերտին, ինչ գիտի դա չի կարող նա մատուցել այսօրվա դեռահասին, այսինքն նա պիտի ունենա բառապաշարի շրջանակ եւ այդ ամենը պիտի ներկայացնի այսօրվա դեռահասին կոնկրետ 5-րդ եւ 6-րդ դասարանի աշակերտներին։ Սա շատ կարեւոր է այդ չափումը իրականացնել եւ առաջ գնալ այսպիսի սկզբունքով։
Մոտավորապես քանի բառ է նվազագույն բառերի քանակը։ Դեռ մենք ընթացքի մեջ ենք, չեմ կարող ստույգ որևէ թիվ ասել, վերջում արդեն մենք կտեսնենք, թե ինչ բառապաշար է ամբողջանում այդ բառարանում, որովհետև այստեղ պետք է մուտք գործեն ոչ միայն մայրենի դասագործընթացի բառամիավորները, այլ նաև այլ առարկաներից մենք կամում ենք բառամիավորներ, որոնք մինչև այդ նրանք անցել են այստեղ ես եւ շրջակա աշխարհն է, մաթեմատիկան է, շախմատն է, որից մենք պետք է այսպես կամենք այն նվազագույն բառապաշարը, որը տվյալ դասարանի աշակերտը պետք է գործածի իր խոսքի ընթացքում։ Պարոն Գալստյան, տեղեկացա, որ նաև ձեր կազմելիք, ձեր հրատարակելիք գրքերում օգտագործվում են նաև նորագույն տեխնոլոգիաների հնարավորություններ, այդպես QR կոդեր եւ այլն։ Կուզեմ մի քիչ պատմեք, ինչպես է նպաստում, հա, այս տեխնոլոգիական բումը, որպեսզի դասագրքերը նույնպես համապատասխանեն դրան եւ աշակերտների երևի կհամաձայնեք, որ այսօրվա աշակերտները մեզանից ավելի լավ են տիրապետում, նույնիսկ ինչ ասեմ, մանկապարտեզի երեխան գուցե մեր տարիքի մարդուց ավելի լավ կարողանա տիրապետել դրանց, ինչ նորարարություններ են կիրառվում տեխնոլոգիական դասագրքում բնականաբար սրանք նոր դասագրքեր են, որոնք ունեն QR ծածկագրեր։ Ինչ է նշանակում QR ծածկագիր։ Այստեղ մենք տեղադրել ենք ինքնաշխատ վարժություններ, մուլտֆիլմեր, 5-րդ դասարանի աշակերտի համար հատուկ գրվել է երաժշտություն, մենք պատվիրել ենք հեղինակներս, եւ այդ երաժշտությունը պիտի ընթանա դասագործընթացում, այսինքն երաժշտության հետ համահունչ նա պիտի ընթերցի նյութը եւ տարբեր աշխատանքներ այստեղ պիտի իրականացնի ուսուցիչը։ Դա շատ կարևոր է մայրենին զուգակցել արվեստի այս տեսակի հետ։ Եվ ինքնաշխատ վարժությունները ուսուցիչ եւ ծնող պետք չէ երեխայի կողքին նստել։ Երեխան ուղղագրության հարցն է քննարկում եւ արդար բառը նա սխալ է գրում այդ տառը։ Այսինքն թեով է գրում, այո, թեով է գրում, այնտեղ կարմիր լույսն է վառվում։ Իսկ նա զգում է, որ ինքը սխալվել է։ Անմիջապես փոխում է տառը։ Չի հուշվում, որ պիտի դ գրվի, ինքը պիտի գտնի, հա։ Ինքը պիտի գտնի, ինքը գրում է դ եւ կանաչ լույսն է վառում։ Եթե մի ուրիշ տառ այստեղ չկա կանգնած այդ խաշմերուկին։ Այո, եթե նա այլ տառ գրի, դարձյալ կարմիր լույսը կվառի։ Իսկ երբ նա գրում է դ, ճիշտ տառը, արդեն կանաչ լույսը վառում է եւ ինքը արդեն տեսնում է, որ ինքը այս բառը գրվում է այս տառով։ Սա ինքնաշխատ վարժություն է, որոնցով լեցուն են QR ծածկագրերը եւ երեխաները ինքնուրույնաբար կարողանում են վարժությունները տանը լուծել եւ գալ դասագործընթաց։ Այդ լույսերը հասկացա լուսաֆորի այդ կարգի կարմիր եւ կանաչ, բայց երաժշտությունը այնտեղ հուշված է թե ինչ լսել, թե գրքում արդեն կա որևէ այդպես գրքում QR ծածկագրում կա երաժշտություն, այնտեղ վարժության ոչ մի ուրիշ տեխնիկա հարկավոր չի, հա։ Ոչ, QR կոդով ինքը բացում է եւ լսում է երաժշտությունը։ Նույն կերպ մուլտֆիլմերը։ Այո, մուլտֆիլմերը տվյալ դասին համահունչ կամ գեղարվեստական կինոնկար կամ տեսանյութ, նա այդ ամենը դասարանում կարող է լսել եւ այդ ամենը հենց այնպես չեն տեղադրվում։ Դրանք կապվում են դասի ներքևում դրված հարցերի եւ առաջադրանքների հետ։ Զորօրինակ լսիր երաժշտություն, կարդա դասը, լսիր երաժշտությունը եւ ասա ինչ զգացմունքներ առաջացան քո մեջ, երբ լսեցիր այս երաժշտությունը։ Եվ նա պիտի խոսի, սրանով մենք կարողանում ենք խոսեցնել աշակերտին, որպեսզի նա խոսի եւ դասը առավել հետաքրքիր դառնա։ Գիտեք, այսօր երեխայի համար պիտի հետաքրքիր դաս մատուցել։ Եթե այդ դասը հետաքրքիր չլինի, երեխան չի ներառվի դասագործընթաց, հատկապես որ կան նաև ներառական երեխաներ, մենք նաև նրանց համար ենք որոշակի նյութեր ներկայացրել դասագրքերում, տարբեր տարամակարդակ նյութեր են այս ընթերցարանում, հատկապես որտեղ նաև այդպիսի երեխաները կարող են ընթերցել այդպիսի նյութերը։ Պարոն Գալստյան, 5-րդ, 6-րդ դասարան արդյոք գիրքը կազմելիս նյութերի ընտրության ժամանակ կարողանում եք հայթայթել բավարար քանակով հայ գրականության մեջ կամ գուցե նաև արտասահմանյան գրականության մեջ բավարար քանակի նյութեր, ես որքան մեր հայ գրականությունից եմ տեղյակ, շատ քիչ են նման, հա, այդ տարիքի երեխաների համար գրված։ Հիմա մեր մինչ հաղորդում սկսելը զրույցի ընթացքում էլ մենք խոսեցինք այդ մասին, որ
ցավոք սրտի շատ քիչ նյութ կա ընդգրկելու համար։ Դուք շատ ճիշտ ներկայացրիք այս հարցը։ Գիտեք, տարական դպրոցի աշակերտների համար կուտակված է զգալի նյութ, բայց դրանք հեքիաթներ, հա, այո, հեքիաթներ, առակներ, բայց այստեղ էլ են հեքիաթ թեմատիկ խմբերով են ներկայացվում, բայց 5-րդ, 6-րդ դասարանի աշակերտների համար հավատացեք, որ այդպիսի նյութերը շատ քիչ են։ Մենք շատ ենք այսպես ուսումնասիրում, նույնիսկ խնդրում ենք մեր գրողներին, օրինակ վերջին շրջանում այդ ընթերցարանում ժամանակակից գրողներից մենք նյութեր ենք տեղադրել։ Հովիկ Վարդումյանի նյութն է տեղադրված, հետաքրքրական նյութ է, Ռոլանդ Շարոյանից մի շատ հետաքրքիր այնտեղ հերու բարձունքներում հետաքրքիր նյութ է։ Չափածոր նյութերն Ռոլանդից եւ Հովիկից Արցակ, երկուսից էլ Արցակ։ Ռոլանդը նաեւ Արցակ է գրել, նա մանուկների այդ տարիքի համակազմ ունեցող երեխաների համար ստեղծագործել է պատմվածքների մի ժողովածու ունի եւ չափազանց հետաքրքիր ստեղծագործություններ կան եւ մեր խումբը այդ ժողովածուից մի պատմվածք վերցրել է եւ տեղադրել մեր ընթերցարանում եւ դա մշակման է ենթարկվել հարցերով, առաջադրանքներով եւ խմբագրման որոշակի աշխատանքներով։ Պարոն Գալստյան, արդեն հասկացանք, որ ուսուցիչները անմիջական մասնակցություն են ունենում ձեզ այդ շփումներում, հա, դասագրքի կազմման գործում, պատահել է, որ ձեզ առաջարկեն, հա, իրենք փորձարկել են եւ տեսել, որ ենթադրենք թե այս գրական նյութը շատ է հետաքրքրում։ Եղել է, որ մի բան իրենք առաջարկեն դնել դասագրքում։ Իհարկե, գիտեք, դասագիրքը արդեն ասացի 3 տարի է գործածվում է դպրոցում, բայց մենք հեղինակներս զգում ենք, որ որոշակի նյութեր կան, որոնք դասագրքի, այսպես ասած, թույլ կողմը կարող ենք համարել, եւ առաջիկայում խմբագրման ընթացքում մենք դրանք պետք է փոխարինենք այն նյութերով, որոնք ուսուցիչներն են առաջադրում։ Մենք ուսուցիչների հետ երկար զրույց ենք վարում եւ նրանք մեր քննադատներն են, այսպես ասած, առաջարկում են նյութեր, որոնք նաեւ աշակերտները, մենք աշակերտների համար ընթերցում ենք եւ նրանց հետ որոշակի քննարկում ենք իրականացնում։ Աշակերտը ճիշտ նպատակակետին խփում է։ Մենք հաշվի ենք առնում նաև դեռահասի կարծիքը, 10-12 տարեկան երեխայի կարծիքը, եւ այդ առումով մենք պատրաստ ենք կատարել որոշակի խմբագրումներ եւ որոշակի նյութերի այսպես փոփոխություն։ Այդ առումով մենք խոնարհ ծառաներ ենք մեր ուսուցիչների եւ դասագիրքը կատարյալ լինելու համար մենք ականջալուր ենք մեր ուսուցիչներին։ Պարոն Գալստյան, հիմա գանք համալսարանին, որտեղ դուք աշխատում եք, ես գիտեմ, որ հատկապես բնագիտական առարկաների գծով տարեստարի դիմորդների թիվը սակավանում է, նույնիսկ պատահում է, որ բաժինները չեն բացվում։ Ինչպիսին է իրավիճակը այդ իմաստով ձեր ղեկավարած ֆակուլտետում, բանասիրական ֆակուլտետում։ Հետաքրքրական հարց եք ներկայացնում։ Պիտի ասեմ, որ բանասիրական ֆակուլտետում իրավիճակը շատ լավ է։ Վերջին տարիներին դիմորդների թիվը չի պակասում, նույնիսկ ավելանում է տարեց տարի, որովհետև այդ առումով գուցե ինքնագովազդ լինի, մենք լինում ենք նաև դպրոցներում, նաև մեր առարկայացանկում ավելացել են պրակտիկաների թիվը, եթե նախկինում շատ քիչ էր պրակտիկայի ժամերը, այսօր հսկայական ժամանականակի է հանձնում եւ մեր աշակերտները իրենց ուսումնական մանկավարժական պրակտիկան են անցկացնում հանրակրթական դպրոցներում։ Այդ առումով մենք լինում ենք մեր աշակերտների կողքին, դրանից զատ նաև տարբեր դպրոցներում, ես իմ խոսքի սկզբում ասացի, լինում ենք եւ ներկայացնում ենք մեր ոչ միայն մեր ֆակուլտետ, այլ ամբողջ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։ Եվ պիտի ասեմ, որ այդ զրույցները, այդ հանդիպումները բավական օգնում են, կամ բուհը կազմակերպում է մասնագիտական այսպես շրջանակներում աշակերտների են հրավիրում մանկավարժական համալսարան, նրանք լինում են մեր թանգարանում, գրադարանում, դասեր են լսում, հանդիպում են տարբեր մանկավարժների հետ եւ կողմնորոշվում են։ Եվ պատկերացրեք, կամաց մանկավարժի մասնագիտությունը այսպես սիրելի է դառնում։ Պետք է ներկայացնես այդ մասնագիտությունը, պիտի աշխատանք տանես, որպեսզի մեր դիմորդները գան մանկավարժական համալսարան։ Կա տեսակետ ձևավորված, որ եթե այդպես մեծ սեր չունի մանկավարժության նկատմամբ եւ առանց երեխաների չի պատկերացնում իր կյանքը, մնացած հա այդպես կոնտինգենտը, որ գալիս է մանկավարժական, լավագույն հա այդպես շրջանավարտները չեն դպրոցին, ընտրում են ավելի այսպես եկամտաբեր հա
մասնագիտություններ, որպեսզի հետո ավելի քիչ թե շատ ավելի բարեկեցիկ կյանք ունենան, մանկավարժությունը դեռևս պետությունը ինչ որ քայլեր ձեռնարկում է այդ կամավորատեստավորման բարի շնորհիվ, բայց պետք է խոստովանենք, որ դեռևս ոչ վարկի իմաստով, հարգանքի իմաստով, ոչ էլ ֆինանսապես պատշաճ իրեն արժանի տեղում չէ ուսուցչի աշխատանքը կամ մասնագիտությունը։ Այդ իմաստով կարող ենք ասել, որ քանակը նաև որակ է տալիս, թե գալիս են նրանք, որոնք ուրիշտեղ չեն կարող ընդունվել կամ սովորել։ Ես չէի ասի, որ ուրիշտեղ չեն կարողանում գնալ սովորելու։ Այո, գալիս են մանկավարժական։ Նախ մանկավարժ ոչ թե դառնում են, այլ ծնվում են։ Սա առաջին կետն է։ Նրանք ուզում են նմանվել իրենց ուսուցիչներին, էության մանկավարժ են։ Այդ դեպքում կներեք ես ընդհատեմ, եթե մանկավարժ ծնվում են եւ ոչ թե դառնում են, ապա ինչպես է, որ ենթադրենք մի 30-40 տարի առաջ շատ էին ծնվում մանկավարժներ, հա, քան հիմա, հատկապես բնագիտական առարկաների գծով բախի չեն ծնվում։ Գիտեք, այդ բնագիտական առարկաների գծով ֆակուլտետները վերջին շրջանում, այո, իրենք այսպես ուսանողներ քիչ ունեին, բայց վերջին 1-2 տարում մանկավարժական համալսարան դիմում են այդ ֆակուլտետներում զգալի դիմորդներ։ Մենք ասենք ավելացում կա եւ ոչ ավելացում կա եւ պետությունը, կրթության եւ գիտության նախարարությունը, կառավարությունը որոշակի այսպես աշխատանքներ իրականացրեց նրանց կրթաթոշակի հարցով, այո, տրվում է եւ դա բարձրացրեց դիմորդների թիվը եւ այդ ֆակուլտետներում դիմորդները արդեն վերջին 1-2 տարում զգալի են եւ կամաց ավելանում են։ Գիտեք, ես վստահ չեմ, որ այդ կրթաթոշակը ստացող շրջանավարտները բոլորը գնալու են դպրոց, հա, որտեվ այս պահին հարմար է այդ կրթաթոշակը կարող են հետո աշխատել կամ չաշխատել ուսուցիչ, նայած թե պետությունը ինչ քաղաքականություն կդրսևորի, հա, ուսուցիչների եւ դպրոցի եւ կրթության ֆինանսավորման, հա, ընդհանուր իմաստով։ Պարոն Գալստյան, հիմա վերջին հարցը դուք արդեն 2 տասնամյակից ավել է, որ դասավանդում եք Գևորգյան հոգևոր ճեմարանում, նույն բանն եք դասավանդում, հա, նույն առարկաները ինչ որ մանկավարժականում եւ Գևորգյան ճեմարանում եւ արդյոք կա ծրագրերի տարբերություն, հա, կրթական ծրագրերի եւ մեթոդաբանության տարբերություն։ Բնականաբար կա, Գևորգյան ճեմարանում մենք խոսք ենք դասավանդում մեր սաներին, հայոց լեզու եւ խոսքի մշակույթ, այնտեղ հիմնական ժամերը գործնականի վրա են հիմնված եւ դարձյալ տեսազննական տարբեր նյութեր ենք մենք մատուցում մեր սաներին, ընթերցանության տարբեր էջեր ենք մատուցում, բնականաբար դա համեմվում է լեզվական առաջադրանքներով եւ հայոց լեզվի տեսական տարբեր խնդիրներով։ Իսկ բնականաբար մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում այստեղ խորացված հայոց լեզու եւ գրականություն է մատուցվում, բայց այս ժամերի տեսական ժամերին զուգահեռ մենք ունենք նաեւ գործնական ժամեր, որտեղ այո, այս պարագային արդեն որոշակի նմանություններ կարող են լինել Գևորգյան ճեմարանի դասագործընթացի հետ։ Ես փորձում եմ նույն մեթոդները կիրառել նաեւ մանկավարժական համալսարանում եւ պատկերացրեք դա ստացվում է։ Եվ հաճախ են գալիս Գևորգյան ճեմարանի իմ սաները, մանկավարժական համալսարան եւ այդ շփումը բանասերների հետ բավական այսպես հաճելի է, մասնակցում են իմ դասագործընթացին եւ դա երկու բուհերի միջև այսպես համագործակցության մեծ փորձ է, որ շահեկան է երկու բուհերի ուսանողների։ Ձեր նախաձեռնությամբ։ Այո, դա իմ կազմակերպված եւ տղաներն էլ, աղջիկներն էլ մեզ մոտից ցանկություն են հայտնում լինել Սևանակղզում, լինել Վազգենյան դպրանոցում եւ լսել այդպիսի դասագործընթացներ։ Դա երկուստեք շահեկան եւ օգտակար է։ Մի ժամանակ տարիներ առաջ Վազգենյան դպրանոցում կազմակերպվում էր, հա, այդպես ուսանողների, սովորողների հանդիպումներ ժամանակակից գրողների հետ։ Այդ թվում նաև ես եմ եղել այնտեղ հանդիպան, մինչև հիմա այդպես հաճելի տպավորություն ունեմ, տասնամյակից ավել է անցել, եւ ես վերջերս նույնիսկ լուսանկարները տեսա, ուսանողներից մեկը լուսանկարներ էր արել, սովորողներից մեկը դպրանոցի եւ նոր հրատարակել էր, ես նույնիսկ չգիտեի, որ ինքը
ճանաչում է իրեն, բայց չգիտեի, որ ինքը այն ժամանակ այնտեղ սովորել է, որ այդ հանդիպանները կա եղել։ Ինչու հիմա նման հանդիպումներ չեն կազմակերպվում։ Գիտեք, լինում է Հայր Սուրբը կազմակերպում է այդպիսի հանդիպումներ եւ տարբեր անձանց հետ մեր ուսանողները հանդիպում են եւ այսպես հարցոպատասխանի միջոցով որոշակի հետաքրքիր մթնոլորտ է ստեղծվում այսօր էլ այդպիսի հանդիպումներ լինում են եւ դա շատ կարեւոր է նաեւ ուսանողների արտալսարանային այդ կյանքը կազմակերպելու համար։ Լավ, պարոն Գալստյան, բացի նշված դասագրքից ինչ նոր դասագրքեր են ակնկալենք առաջիկա տարիներին եւ ինչ փոփոխություններ, ինչ ծրագրեր կան եւ ինչու մենակ 5-ի եւ 6-ի ավելի բարձր դասարանցիների համար տարբեր խմբեր են աշխատում բարձր դասարանների հայոց լեզվի եւ գրականության դասագրքերի առումով մեր ստեղծագործական խումբը եւ հրատարակչությունը աշխատում է մայրենի 5 եւ մայրենի 6 դասագրքի շրջանակներում, բայց edit print-ում կան խմբեր, որոնք բարձր դասարանի դասագրքեր են հեղինակում եւ նրանք արդեն այդ մրցույթը շահել են եւ արդեն դասագրքերը դպրոցներում կիրառվում են։ Դասագրքերը ինչի են ուշանում։ Միայն գրականության նկատի չունեմ։ Այս տարվա սեպտեմբերի 1-ին մի շարք դասագրքեր, հա, այդպես չկային եւ դպրոցակ ասած ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց գիտեմ, որ չեն ուշանում այդ դասագրքերը, գուցե մեկ շաբաթվա ուշացում լինի։ 10 քանի անուն դասագիր պակաս էր այս տարի, մեր կրթության փորձագետները հազանգում էին, մրցույթները ուշացել էին, խոսքը չի վերաբերվում մայրենին, այնտեղ տարբեր առարկաների գծով Գիտեք, գուցե մրցույթը եղել է եւ այդ մրցույթին դասագիր չի ներկայացվել եւ ստիպված պետք է 5 դասագրքերով աշխատել դպրոցներում։ Պատճառաբանությունը կամ հիմնավորումը կարծում եմ այսպես էր մեր հակրթության մասնագետների մոտ, որ հետաքրքրությունն է կորել, հա հրատարակիչների կողմից առաջ այդպես բանը, ինչ որ կոռուպցիոն բաներ էին ման գալիս, հա այդպես այնքան գրավիչ էր, այնքան շահեկան էր։ Գուցե հիմա, չգիտեմ, այդ ֆինանսավորումն է քչացել, որ հրատարակությունները մեղմ ասած իրար չեն քաշքշում, որպեսզի իրենք հրատարակեն։ Անկեղծ ասած այդ հարցերին ես չեմ մասնակցում եւ չեմ կարող այսպես ասել, բայց որքան գիտեմ հրատարակիչները այսպես խնամքով աշխատում են եւ գուցե մեկ շաբաթով ուշացում լինի եւ դասագրքերը մրցույթով են անցնում եւ այդ մրցույթում շատ հեղինակավոր անձինք են մասնակցում, այնպես որ չեմ կարծում, որ որոշակի խնդիր, գուցե նրանք մասնավոր կարծիքներ լինեն։ Պարոն Գալստյան, լավ հարցս մնաց անպատասխան, բացի այս դասագրքերը եւ ձեռնարկները, որոնց մասին արդեն խոսեցինք, այլ ինչ նոր ընթերցարան, մեթոդական ձեռնարկ կամ գուցե այդպես։ Մենք պլանավորել ենք 5-րդ եւ 6-րդ դասարանի համար այդ ամենը ուսումնամեթոդական համալիր ստեղծել։ Դա շատ բարդ գործընթաց է։ Այսինքն մեկ ձեռնարկի մեջ, հա, լինի։ Չէ, դասագրքին զուգահեռ լինի ուսուցչի ձեռնարկ, ինչպես մատուցեն օրինակ Հովհաննես Թումանյանի գելը պատմվածքը, ինչ մեթոդական քայլաշարով մենք ուսուցչին ամբողջ քայլաշարը բացատրում ենք եւ նոր մեթոդները ներկայացնում նրանց։ Երեխաների համար, աշակերտների համար տարբեր տետրեր, որովհետեւ նոր վարժություններ են եւ այդ տետրերում նրանք պիտի կատարեն այդ գրառումները եւ լուծեն այդ խնդիրները, լեզվական խնդիրները։ Ասացի բառարանի օգտագործում եւ ընթերցարանի կազմում դրանից բացի կան այլ նյութեր, որոնք դիդակտիկ նյութեր, տարբեր պարագաներ, տարբեր բաշխիչ նյութեր, որոնք սպասում են դեռ իրենց ուսումնասիրողին, կազմողին եւ դրանք պիտի ամբողջանան ամբողջ այդ ուսումնամեթոդական համալիրի մեջ։ Դա դժվար գործընթաց է, բայց դասագրքի հեղինակները իզորու են իրականացնելու այդ գործընթացը։ Պարոն Գալստյան, մեր եթերաժամանակը սպառվել է, ես շնորհակալություն եմ հայտնում, որ Ես եմ շնորհակալ։ Ժամանակ գտաք եկաք, զրույցը տեղի ունեցավ եւ հաջողություն եմ մաղթում ձեր գործունեության մեջ։ Շնորհակալություն, ցտեսություն։ Իսկ մենք շարունակենք տաղավարի եթերում քննարկել մեր կրթության եւ գիտության խնդիրները ամենատարբեր դիտանկյուններից։